Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ խոսել ապոկալիպսիսի 4 հեծյալների ձիավորների մասին, որոնց մասին արդեն բավականին երկար ժամանակ է ցանկանում եմ խոսել։ Բավականին մեծ խոսակցություն եղավ Ֆրանսիայում տեղի ունեցող այն օլիմպիական խաղերի ժամանակ սև ձիավորը, որ անցնում էր։ Դա հենց նշանակում էր, իրենք բավականին լավ գիտեն այդ մասին, դա նշանակում էր այդ 4 ձիավորներից որևիցե մեկը։ Մենք եւս ունենք 4 ձիավորների մասին, անգլուխ ձիավորը, կարող եք կարդալ, կարող եք նայել։ Իրենք նշանակում են ժանդախտ, սով, պատերազմ եւ մահ։ Իրենք 4 ամենակարևոր ձիավորներն են։ Իրենք ոչ թե ձիով են, այլ այդ փոփոխվող իրադարձությունների մարմնացում է դա կոչվում։ Հեծյալը, որ նստած է ձիու վրա, իրադարձության էությունն է, իսկ ձին իրադարձությունների շարժական կետը ժամանակի ընթացքում։ Իրենք պարզապես պատկերված են այդպես, եւ ասվում է պարզապես ձիավորներ, կամ 4 հեծյալներ, բայց իրենք իրար մեջ են, մեկը մյուսին լրացնող պահեր են, որ գալիս է ժանդախտը, սովը, պատերազմը եւ հետո մահը։ Ես ուզում եմ սա վերլուծել էզոտերիկայի գիտությամբ, ոչ թե որևիցե գրքերից կամ օլիմպիական խաղերի ներկայացման ժամանակ տեղի ունեցածից, այլ պարզապես իրականությունը, որ դուք իմանաք։ Առաջին հեծյալը դա ժանդախտն է, սպիտակ ձիու վրա է նա նստած, բացում է ճանապարհը մյուսների համար, եւ ես հենց կսկսեմ նրանից։ Ինչ-ինչ պատճառներով մարդիկ ժանդախտը կապում են վիրուսային համաճարակի հետ, որը ընդգրկում է մեծ տարածքներ։ Սա կործանարար հիվանդություն է, որը ոչնչացնում է մարդկանց եւ կենդանի արարածներին։ Սակայն սա միայն մակերեսային է։ Ժանդախտի ազդեցությունը շատ ավելի լայնածավալ եւ խորն է։ Ժանդախտը սկսվում է երկրի աղտոտումից։ Աղտոտված երկիրը տալիս է թունավորված պտուղներ, արմատներ, մրգեր, հատապտուղներ, բույսեր, որոնք ուտում են թռչուններն ու կենդանիները, իսկ տարածում են միջատներն ու կրծողները։ Սպիտակ ձիու վրա այդ մարդկային կերպարանքով էակը եւ իր ինքը թուր ունի, իր ձեռքին դա թունավոր նետ է համարվում։ Իր գլխին թագ կա, իսկ ձեռքում նետերով աղեղ, որն էլ հենց թունավոր նետ է։ Սա իր բացատրությունն ունի, սա համարվում է կազմակերպություններ, որոնց խորհրդանիշերն են անպտղությունն ու թույնը, նրանց սպիտակ համազգեստը որպես տարբերակիչ գիծ է։ Եվ որ կազմակերպություններն են համարվում այդպիսին, դեղագործական ընկերությունները, վիրուսաբանները, մանրեաբանական լաբորատորիաները, կենսատեխնոլոգիական կորպորացիաները, սինթետիկ սննդի աճեցման լաբորատորիաները, միջահատմանկաբույծեր, վնասատուների բուծման ֆերմաներ, սննդի արտադրող կորպորացիաներ, նաև մսի վերամշակման գործարաններ եւ թռչնաբուծարանները։ Սպիտակ ձիու վրա ժանդախտը գիտություն է, գենետիկական ճարտարագիտություն, որը լայնածավալ զարգացում ստացավ 1973 թվականին, չնայած սկիզբը դրվել էր շատ ավելի վաղ։ Եվ հենց շատ գիտնականներ են, որոնք որ ստեղծել են օտար ԴՆԹ։ Հենց այդ լաբորատորիաներում է, որը որ ստեղծվել է։ Եվ այսքան, որ մենք խոսում ենք արհեստական հիվանդություններ են, արհեստական որևիցե եւ թռչնագրիպն է եւ խոզագրիպն է, այդ ամենը հենց ստեղծվում է որևիցե լաբորատորիաներում, որոնք էլ հենց կոչվում են սպիտակ ձիու ժանդախտ։ Այսինքն նման մարդիկ հատուկ արհեստականորեն ստեղծում են այդ ժանդախտը, այդ վիրուսը, այդ հիվանդությունը, որպեսզի ոչնչանա մարդկանց որոշ մաս, ուտելիք, կենդանիներ եւ այլն։
Նաև գոյություն ունի գենետիկորեն մոդիֆիկացված մարդու ինսուլին, որը արտադրվել է 1978 թվականին, իսկ ինսուլին արտադրող մանրէները սկսել են վաճառվել 1982 թվականից, իսկ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը վաճառվում է 1994 թվականին։ Ես այս ամենը ասում եմ, դուք պետք է դա վերածեք, ամեն մարդ իր մտածելակերպի չափով այն կարող է վերածել, սա չի նշանակում, որ հենց այս թվականներին ստեղծվեց այս դեղերը եւ դա վերաբերվում է հենց այդ ժանդախտին, սա ընդհանուր ցույց է տալիս, որ արհեստական բաներ են ստեղծվել եւ դա հենց կոչվում է այդ ժանդախտը։ Ես այսքան շատ չեմ ծավալվի, որովհետև շատ մարդիկ չեն հասկանա, կհասկանան այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են բժշկությամբ, գիտությամբ եւ այլ բաներով, որոնք որ ավելի հասու են իրենք կհասկանան, թե իմ ասածը ինչի է բերում։ Եվ այդ դնթները տարբեր են, օրինակ կան սերմերի դնթեններ, որոնք փոփոխություններ առաջացնում են բույսերի մոտիվացիա, եւ մենք այդ դնթեններից ուտում ենք նաեւ դրանք սրսկում են խոզերին, տավարներին, իրենք մեծանում են, հավը ակլորը այդպես մեծանում է, դառնում է դեֆորմացված եւ մարդիկ դա ուտելով իրենք եւս սելի դեֆորմանում են։ Դա նշանակում է արհեստական մարդկանց վնասել, արհեստական մարդկանց թույն ներարկել, որովհետև օրգանիզմը չի ընդունում ճիշտ նյութեր, ընդունում է արհեստական դնթ, որը որ հենց պատրաստվել է այդ սպիտակ հագուստներով մարդկանց միջոցով։ Եվ ընդհանրապես մուտացված բույսը կորցնում է օդը մաքրելու իր ունակությունը։ Եվ նույնը կասեմ բոլոր այն թափոնների մասին, որոնք որ չեն վերամշակվում, շատ երկրներ վերամշակում են, շատ երկրներ պարզապես տանում են եւ նետում, կամ ցամաքում, ինչպես որ տեսնում ենք մեր Հայաստանում, դա եւս օդի կեղտոտում է եւ նաեւ շատերը օվկիանոսում են տանում, նետում դրանք, որը եւս էլի կոչվում է, գիտեք, ժանդախտը ինչից է սկսում, կեղտոտությունից։ Նորմալ դա տարածվում է այդ հատուկ դնթը ստեղծվում դրա միջոցով, միգուցե ворթեր, միգուցե ինչ-որ մի պահեր, որոնք որ անցնում են հողի տակ եւ դուք այդ հողը առանց մշակելու կամ եւ այլն որևիցե բաներ եք ցանում, որ մարդիկ ուտեն եւ արդեն իսկ դա վարակված է եւ դրա համար ասում են, որ եկել է այդ ժամանակը, որ մարդկանց ոնց որ արհեստականորեն տարածում են այդ ժանդախտը, որը մարդը ուտելուց հետո արդեն դեֆորմանում է եւ իրոք տեսնում ենք այդ դեֆորմացիան։ Եվ շատ չմանրանամ, իրոք ասեմ, որ ընդհանրապես էզոտերիկան բավականին լայն գիտություն է եւ բառերը անհասկանալի են շատերի համար, կարող եք չընկալել, դրա համար ավելի կարճ եւ հակիրճ կխոսեմ մնացած ձիավորների մասին։ Ապոկալիպսիսի երկրորդ ձիավորը դա սովն է, երկրորդ հայծյալը նստած է սև ձիու վրա եւ ընդհանուր առմամբ համարվում է սովի խորհրդանիշ։ Ձիու սև գույնը կարող է դիտվել որպես մահվան գույն։ Հետյալը ձեռքին կշեռք է կրում, որը խորհրդանշում է հացի բաժանման եղանակը սովի ժամանակ։ Մենք ապրել ենք 30 տարի առաջ այդ սովի ժամանակը եւ հենց այդպես կշեռքով կտրում տալիս էին հացերը տալոնով, հատուկ չեքերով, յուրաքանչյուր անձի համար կես սերի հաց, մենք ապրել ենք այդ ժամանակահատվածը, դա եղել է այդ ժամանակահատվածը եղել է հենց այդ երկրորդ ձիավորի ժամանակահատվածը։ Ժանդախտի ժամանակ էլ է եղել։ Ամեն նախնիները կհիշեն, որ ժանդախտ եւս եղել է եւ այդ ժամանակ շատ մարդիկ են մահացել։ Իսկ երկրորդ этаպը դա արդեն սովի этаպն էր, որ բոլորը ապրեցին։ Մարդկանց մտքում սովը նշանակում է թեր սնուցում, սննդի պակաս, սակայն ես լիովին համաձայն չեմ դրա հետ։ Սովը, ինչպես ժանդախտը, ավելի լայն իմաստ ունի։ Ժանդախտը դա վիրուս է, որը կարող է լինել բնական, առաջանալով հողի եւ ջրի աղտոտումից կամ մարդածին ստեղծված, դրա հիմքում ընկած է ագահությունը, ագահության հավերժական ծառավը, հարստության եւ իշխանության համար նույնպես։ Եվ այս երկրորդ հետյալն է, քանի որ ինքը սև եւ սովի հետյալը, քանի որ
Միայն սև, հիվանդ, քայքայվող հոգիներն են ծնում ժանդախտը, և սա քաղցած քաղցն է, որն առաջանում է քաղցած սև հոգիների անհավասարակշռությունից։ Եվ սովը միշտ ուղեկցվում է որգրամոլությամբ, հետևաբար որգրամոլությունը մահացու մեղքերից մեկն է։ Եվ ուզում եմ սովի այդ քաղցի մի քանի տեսակներ ընդամենը ասել, բայց չեմ մեկնաբանի, որովհետև շատ երկարի և անհասկանալի կլինի։ Ընդհանրապես գոյություն ունի հոգևոր քաղց, հարստության ծառավ, սեռական քաղց, իշխանության ծառավ, այս ամենը նշանակում է սով, քաղց։ Ամեն մարդ ինքն է կամ վազում սրա հետևից, կամ զգում է, թե կողքինն ինչպիսին է, ինչպիսի ծառավ ունի, այն որ ասում եք, որ վազում են աթոռի հետևից, դա հենց իշխանության ծառավն է, որը հիմա է առաջացել։ Եվ ապոկալիպսիսի երրորդ ձիավորը դա պատերազմն է։ Երրորդ ձիավորը սովորաբար կոչվում է պատերազմ, մարդ, և նա դատաստան է անում Աստծո անունով։ Նա հաճախ մարմնավորում է պատերազմը։ Նրա ձին կարմիր է, որոշ տեղերում կարող եք նաև տեսնել կրակոտ կամ շագանակագույն այդ ձին։ Այս գույնը, ինչպես ձիավորի ձեռքում գտնվող մեծ սուրը, խորհրդանշում է մարտադաշտում թափված արյունը։ Եվ այստեղ ևս մեկ բան ասեմ, որ աշխարհի երեսին տեսած կլինեք դրոշների մեջ բոլորի մեջ կա կարմիր երանգը։ Դա նշանակում է պատերազմ տեսած ազգ։ Կան երկրներ, որ տեսել են պատերազմ, բայց դրոշի մեջ չկա դա։ Ինձ թվում է հենց դա է ճիշտը, որովհետև արյունը արյուն է բերում, կրակը կրակ է բերում։ Դրա համար այդ կարմիր երանգը, որ երկրներում որ կա, դա մշտապես վերածվում է պատերազմի։ Այդ արյունը կրկին արյուն է բերում։ Եթե դուք բոլորի հեռախոսների մեջ կա, կարող եք բացել, նայել բոլորի դրոշները և տեսնել, որ երկրներում կա կարմիրը և որ երկրներում է, երբ որ կա կարմիրը, ևս էլի շարունակվում է այդ պատերազմական վիճակը, կամ ինքն է հրահրողը, կամ իրեն են հրահրում։ Եվ Հայաստանում էլ կա, կողքի երկրում էլ կա, և շատ երկրներում է կա, ես բավականին երկար եմ ուսումնասիրել դա, որտեղ որ կա կարմիրը, ևս անընդհատ պատերազմական իրավիճակ է այդ երկրում։ Որովհետև նախկինում ուրիշ ձև էին մտածում, ինչպես որ մեր գերբը, որը կապանքների մեջ է, մենք ունենք գերբում շատ հզոր արծիվ և առյուծ, բայց իրենք կապանքների մեջ են։ Դա նշանակում է, որ ով որ հարձակվի, մենք դժվարությամբ ենք պաշտպանվելու։ Մենք կապանքների մեջ ենք և չենք կարող պաշտպանվել։ Քանի առիթը կա, ես դա ասեմ։ Այդ կապանքները պետք է քանդվեն, այսինքն մեր հզորությունը չի երևում, որովհետև մենք փակված ենք։ Ոնց որ դուք տանը առյուծ պահեք, բայց առյուծին միշտ փակ պահեք, ոչ ոք չտեսնի ձեր առյուծին, կամ շունը, օրինակ, շուն են պահում շատերը սեփական տանը, որ պաշտպանի իրենց, բայց միշտ փակի տակ է։ Ումից է պաշտպանելու ձեզ։ Այդ շունը եթե միշտ փակի տակ է։ Նույնն էլ մեր գերբն է, նախկինում ուրիշ ձև էին մտածում, նախկինում ուրիշ ձև էին անում, եթե խորանաք այդ գերբի վրա, կտեսնեք, որ իրոք կապանքները շատ վատ է և թրերն էլ են կապանքների մեջ, այսինքն մեր վրա կհարձակվեն, բայց մենք չենք կարողանում հարձակվել։ Դրանից է գալիս դա և այդ կարմիր երանգը ևս էլի բերում է էլի նորից արյուն։ Զգում եք ինչ-որ տարիներ հետո, հստակ ոնց որ սահմանված տարիներ հետո, անընդհատ պատերազմ է լինում։ Եթե վերլուծեք ասածներս, կհասկանաք ինչ եմ ուզում ասել։ Փոխել է հարկավոր։ Եվ անցնենք մեր ձիավորներին, ժանդախտը ավերում է երկիրը, վարակված դաշտերն ու անտառները առողջ պտուղներ արդեն չեն տալիս, ինչը նշանակում է, որ սննդի պաշարները նվազում են։ Աղտոտված ջուրը անպիտան է օգտագործման համար։ Սովը սպառում է երկրի ռեսուրսները, քանի որ այն կլանում է երկիրը, նավթի, թանկարժեք մետաղների և այլնի նվազում տեղի կունենա։
Սովը միշտ ուզում է ուտել, անկախ ամեն ինչից, միայն թե կարողանա այն իր փորը խցկել եւ ուտել։ Դա փոխաբերական իմաստով պետք է հասկանաք։ Եվ հենց այսպես էլ սկսվում է պատերազմը ռեսուրսների համար։ Հանքերից մինչև կրոններ, ազգերի միջև անհամաձայնություն, եղբայրը եղբոր դեմ, միջկրոնական, միջէթնիկական բախումներ, երկիրը երկրի դեմ։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմա այս պահին այդ ամեն ինչը իրար հետևից գալիս է։ Ինչպես կարող է այլ կերպ լինել, ի վերջո հիվանդ հոգին, սև ու փտած չի կարող բուժվել սովի վիրուսից։ Այն ոչ ընկերներ ունի, ոչ սիրելիներ, ոչ ընտանիք, քանի որ նրա համար ամեն ինչ պարզապես սնունդ է։ Միայն վերցնի եւ չտա։ Եվ ապոկալիպսիսի 4-րդ հեծյալը դա մահն է, գունատ ձիու վրա նստած հեծյալը։ Եվ այլ կերպ լինել չի կարող, երբ կենդանի աշխարհը հանկարծ վերածվում է հսկայական անհագ բերանի, որը կուլ է տալիս տեսադաշտում ամեն ինչ։ Եվ հիմա շատերը տրված են այս վերջին ապոկալիպսիսի ձին։ Նա քաշում է մարդկանց։ Արդյունքում ժանդախտը, սովը եւ պատերազմը իրենց հետևից թողնում են դիակներ, լեռներ, մեռած բույսեր, կենդանիներ, մարդիկ, աշխարհը դառնում են մեռած, վարակված, մուտացիայի ենթարկված, ֆիզիկական մարմնից մինչև հոգի։ Եվ տիեզերքի մարմնի վրա վարակիչ խոց է առաջանում, որը փորել են մուտանտները հենց, որոնք մի ժամանակ կոչվում էին մարդկություն։ Ամեն ինչը մարդկությունից է գալիս։ Այս 4 ձիավորները դրանք երևույթներ են։ Դրանք ձիերով մարդիկ չեն, որ այսպես ուղակի գալիս են, դա ինչ որ ուղակի տեսարան է, որ նկարագրվի, թե իրենից ինչ է դա ներկայացնում։ Եվ ժանդախտն են մարդիկ ստեղծում, եւ սովը, այդ չհագեցած քաղցը, եւ պատերազմը, մահը նույնպես։ Որովհետև երբ որ մարդը ագահ է, մարդը սովի քաղց ունի, մարդը սպանում է դիմացինին, որ իր քաղցը, որ նստի իր թորին օրինակ, որովհետև ինքը ունի այդ քաղաքական քաղցը։ Եվ դրա համար էլ գրված է. Եվ ես նայեցի, եւ ահա մի գունատ ձի, եւ նրա հեծյալը, որի անունը մահ էր, եւ դժոխքը նրա հետևից էր գնում։ Եվ նրանց իշխանություն տրվեց երկրի 4-րդ մասը, սպանելով, սրով, սովով, մահով եւ երկրի գազաններով։ Կարդացեք հայտնություն 6:8։ Այսքանը։ Դրա համար, երբ որ Ֆրանսիայում տեսան այդ ձիուն, դա երկրորդ ձին էր, սև ձին էր։ Դրա համար շատերը վախեցան եւ արձագանքեցին բավականին շատ ուժեղ Ֆրանսիայում ահավոր արձագանք էր այդ ձիու հետ կապված, որովհետեւ երբ որ դա կա, ոնց որ մարդիկ կանչում են իրեն, կանչում են, որպիսի այդ ամեն ինչը իրանց հետ տեղի ունենա։ Դրա համար էին մարդիկ վախեցած, որ կանչեցին, որպիսի մենք հիմա ապրենք այդ դարաշրջանում։ Բայց մենք ապրում ենք այդ դարաշրջանում, ուղղակի շատերը չեն էլ նկատում։ Ինքներդ անգամ չեք նկատում, որ ում հետևից գնում, ինչ եւ այլն։ Ոչինչ չեմ ուզում ասել քաղաքականության մասին, դուք ինձանից շատ լավ գիտեք, ով ինչ է անում, ով ում հետևից է գնում, եւ ով է շատ քաղցած, ով է մահ տարածում, ով է կեղտոտում իր շուրջը, իր բերանը։ Հիմա այդ նույնն ենք մենք ապրում, բերանները կեղտոտ, գրելը կեղտոտ, բոլորին ցավեցնում են, պատերազմ, սով, քաղց, սով ուրիշը, քաղց ուրիշը, եւ դրանք հիմա մեր Հայաստանում է։ Ես դրա համար եմ խոսել այս մասին։ Մի փոքր պետք է երկար մտածել խոսացածիս մասին, ես շատ բաներ հանեցի, կրճատեցի, ուղղակի պետք է դուք պատկերացնեք այդ երևույթը, որը առկա է, այդ երևույթը, որը որ այս պահին գոյություն ունի մեր երկրում։
Ես նկարն ունեմ, բայց կփորձեմ գտնել ավելի համեստ նկար, որ ձեզ ցուցադրեմ, ընդհանուր գլխավորը փորձեմ դնել եւ դուք ինքներդ կհասկանաք, որ իրոք ինչքան նման էր եւ անգլուխ ձիավորներին, որ ժամանակին գրվել է, եւ իհարկե Ֆրանսիայի այդ անգլուխ ձիավորը։ Ես էլ երբ որ տեսա, ես ինքս եւս դա իրոք հաճելի չի։ Հաճելի չէր տեսնելը, որովհետև իրոք երբ որ մարդը մի բան է ասում, ոնց որ ասելուց կանչում է։ Երբ որ դու ասում ես, որ դու աղքատ ես, դու գումար չունես, դու քեզ ես քաշում գումար չունենալու այդ էներգիան եւ դու միշտ գումար չունես։ Երբ որ դու անընդհատ խոսում ես պատերազմից, դու քո երկիր պատերազմ ես բերում։ Երբ որ դու անընդհատ խոսում ես չարից, դու քո կողքը բերում ես ներին։ Դու ոչինչ չես կարող ուրիշ ձևը անել։ Երբ որ դու ապրում ես դրականորեն, քո շուրջը միայն հրեշտակներ են ու Աստված։ Ու միայն լավ պահեր, ուրիշ ոչինչ։ Այսքանը սիրելիներս, բավականին շատ կրճատեցի, որովհետև իրոք բավականին անհասկանալի կլիներ։ Եվս մի բան էլ ասեմ եւ ավարտեմ։ Հոգեվոր քաղցի մասին եմ ուզում ասել։ Դա հենց անմիջապես կապը Աստծո հետ է։ Դա հոգեվոր քաղցը մղում է հոգեվոր ճշմարտության որոնումը, ինքնաճանաչումը եւ Աստծո հետ կապը։ Հանգիստ վիճակում մարդը հավատք է գտնում, նա կարող է գիտակցաբար ընդունել որևէ կրոն, բայց երբ ուտելիքի ծարավը տիրում է, մարդը չափից շատ է ուտում եւ երբեք չի կարողանում բավարարվել։ Դա հստակ ուտելիքի մասին չէ։ Նա վազում է կրոնից կրոն, այսինքն մի օր քրիստոնյա է, մի օր մուսուլման է, մի օր հրեա է, մի օր հինդու է եւ այլն եւ այլն։ Այս այդ ժամանակը բավականին երկար է տևում եւ անընդհատ կրկնվում է իր մոտ։ Եվ այդ ընթացքում լիովին անտեղյակ լինելով որևէ սուրբ գրությունից, երբեք մտածված եւ ուշադիր չընթերցելով այն, նա ջերմեռանդորեն հավատում է յուրաքանչյուր դատարկ խոսակցությանը եւ փոխում է իր միտքը ինչպես ձեռնոցը։ Ի վերջո ինչու մտածել։ Եվ եթե դուք այդպես եք վարվում, ուրեմն դուք արդեն կրում եք այս հեծյալի դրոշմը։ Եվ պարզապես չեմ կարող չանդրադառնալ իշխանության ծարավին, որովհետև դա ամենակարևորն է, որը որ այս պահին տիրում է մեր երկրում։ Գաղտնիք չէ, որ աշխարհում կան բազմաթիվ իշխանատենչ մարդիկ, մոլագարներից մինչև երկրների կառավարիչներ։ Ամեն ինչը իշխանության համար, սադիզմ, ծաղր, կենդանիների եւ մարդկանց սպանություն, անկախ նրանից թե որտեղ է մարտադաշտում է, թե ուղղակի հանգիստ մարդ է ապրում է։ Ամբողջ աշխարհում իշխանության գլուխ կանգնած են հսկայական թվով կոռումպացված պաշտոնյաներ։ Նրանց հնարավոր չէ փոկել իրենց տեղերից։ Նրանք կարճած են նրանց ատամներով, ոտքերով եւ ձեռքերով։ Դուք դեմ եք նրան։ Այդ դեպքում լավագույն դեպքում բանտն է, վատագույն դեպքում պատվիրված սպանությունները։ Խմբակային պատերազմ, դպրոցներում ծաղր, խոսակցություններ, անընդհատ բամբասանքներ, անչափահասների արդարադատություն, փոխնակ մայրություն, ոգեկոչող քաղցասա։ Դրանք մեկը մյուսից շղթայված պահեր են, որոնք որ այս պահին առկա են մեր երկրում։ Այստեղ գլխավորը մեկ ուրիշին ձեզանից կախվածության մեջ դնելն է, նրան խոնարհեցնելը, նրան նվաստացնելը, վայելելով քո ուժը։ Եվ որքան շատ ուժ ունես, այնքան ավելի շատ ես այն ուզում քո քաղցած փորը կշտացնելու համար, որովհետև քո էլի տեղ ունի եւ դու էլի ես ուզում ուտես։ Հիմա այսքանը սիրելիներս։ Եթե ինչ-որ մի բան անհասկանալի էր, դա իմ մեղավորությունը չէ, գիրք կարդացեք։ Լավ եղեք։